Շնորհակալ եմ զեկույցի համար, ես մի թարմ դառնալ, որի հետ կապված նաև հարցեր կան, խոսքը վեդի դեպքին է վերաբերում, պարոն Պողոսյան, տեսեք, մենք մինչև 3 չնայած այս բոլոր խնդիրներին եւ աղմուկին, տարբեր կողմերից, տարբեր մեդիաներով թույլատրելի եւ անթույլատրելի տեղեկատվության տարածման հանդերձ մենք կալանավորման կամ ձերբակալման դեպք չունեինք, թեև իմ շատ սուբյեկտիվ եւ սիրողական, այսպես ասեմ, գնահատմամբ տուժողների անվտանգությունը կարող էր ուրեմն վտանգվել, հա, կամ նույն արարքը կարող էր կրկնվել մի խոսքով։ Բայց մենք այսօր առավոտյան կամ գիշերը, եթե չեմ սխալվում, այնուամենայնիվ ունենք իրավիճակի փոփոխություն, հանրային մեղադրանք է, հա, առաջադրվել եւ հարցեր են առաջանում, որոնք ընթացս ինձ հանդիպել են, արդյոք սա այս հանրային աղմուկի հետևանք կամ արդյունք է, երբեմն ասում են մենք ճնշում գործադրեցինք եւ հենց այդ պատճառով եղավ այս կալանավորումները եւ այլն, ես իհարկե չեմ թաքցնի, որ նույնիսկ քաղաքական շահարկումների առիթ է դարձել այս դեպքը, ես ուզում եմ իմանալ ինչ է փոխվել, ինչ կատարվեց եւ ինչ գործընթացներ իրականացվեցին այս օրերի ընթացքում եւ ինչ պատահեց, որ ի վերջո այդ ենթադրյալ հանցագործները այսօր ձերբակալված են։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Բաթոյան։ Նախ ես ցանկանում եմ կարճ այս մասով նշել, որ ըստ էության մենք այս կատեգորիայի գործերի եւ հատկապես այն դեպքերում, երբ որ քրեական վարույթում առկա են խոցելի իրավիճակում գտնվող եւ հատկապես անչափահաս երեխաներ, մենք պետք է առավելագույնս զգույշ լինենք եւ չտրվենք որևիցե այլ գայթակղության եւ դրանով չոտնահարենք երեխայի լավագույն շահը, որովհետեւ քրեական վարույթը երբ որ հարուցվում է, կատարվում է նախաքննություն, այս առումով մենք առավելագույնս ապահովում ենք, որպեսզի չվնասենք երեխայի լավագույն շահին եւ երեխան կրկնակի զոհի կարգավիճակ չստանա։ Դրա համար ես շատ փակագծեր չեմ կարող բացել, բայց այդուհանդերձ Տիկին Բաթոյան, հասկանալով հարցի նրբությունը, ես կփորձեմ ձեր հարցին պատասխանել։ Առաջինը, մենք քննչական կոմիտեի նախագահի հանձնարարություն կա, երբ որ քրեական վարույթը որոշակի կատեգորիայի քրեական վարույթներ անմիջապես վերցվում են հսկվողության եւ զեկուցվում է, եւ այդ կատեգորիաների մեջ մտնում են նաև այնպիսի քրեական վարույթներ, որոնք որ հանրային հնչեղություն են ստանում։ Օրինակ, այս դեպքը, երբ որ հանրային հնչեղություն ստացավ, դա անմիջապես այդ հրամանի ուժով ինքը հսկողության է վերցում, այսինքն որոշակի այս առումով ես չեմ հերքում, հենց իմ հրամանով դա հենց այդ հանգամանքը նպաստեց, որպես այդ քրեական վարույթը անմիջապես իմ մոտ քննարկվի։ Հաջորդը, այստեղ ունենք հետևյալ իրավիճակը, մենք ունենք երկու քրեական վարույթներ, որոնք միացվել են մեկ քրեական վարույթին, վերջի քրեական վարույթը օրինակ նախաձեռնվել է ապրիլի 22-ին, այսինքն այսօր մայիսի 7-ն է, ապրիլի 22, այսինքն այս ժամանակային կտրվածքը քննության տակտիկական տեսանկյունից եւ ընդհանրապես պլանավորման տեսանկյունից մեծ ժամանակահատված չի, որ ասենք օրինակ, որովհետեւ հաշվի առնենք, որ այս ընթացքում դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, դա մի օրում չի կատարվում այդ դատաբժշկական փորձաքննությունը, վկաների հարցաքննություններ, արգրավումներ, մեքենաների զննություններ, նմուշների վերցում եւ այլն, այսինքն բազմաթիվ քննչական գործողություններ է կատարվել եւ ստեղ նախաքննական մարմինը պետք է որոշակի փաստական տվյալներ, ապացույցներ ձեռք բերի, որպեսզի հիմնավոր կերպով միջնորդություն ներկայացնի հսկող դատախազին, որպեսզի քրեական հետապնդում տա։ Հակառակ պայմաններում մենք ունենանք մի իրավիճակ, երբ որ ոչ բավարար փաստական տվյալներով միջնորդություն կներկայացվի եւ այդ միջնորդություն չի բավարարվի, այսինքն կունենանք 0 արդյունք։ Այս ժամանակային կտրվածքը այս առումով պայմանավորված, բայց նաև երբ որ այս ուժով, այդ հանձնարարականի ուժով գործը հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում, բնականաբար տրվեցին հանձնարարականներ, ակտիվացվեց քննությունը եւ բազմաթիվ վկաներ եւ ապացույցներ ձեռք բերվեցին, որոնք իմ գնահատմամբ արդեն իսկ բավարար էին, որպեսզի անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։ Եվ իմ հանձնարարականով 3 քննիչը միջնորդություն է ներկայացել հսկող դատախազին եւ բավարարվել է միջնորդությունը, այսօր արդեն ներկայացրել ենք ձերբակալել եւ ներկայացրել ենք խափան միջոց, որպեսզի կալանք ընտրվի։ Չեմ կարող կանխագուշակել կամ կանխազգալ, թե դատարանը ինչ որոշում կարող է կայացնել,
Բայց այնուամենայնիվ նշեմ, որ այս առումով քննության լրիվությունը, օբյեկտիվությունը պարտադիր կապահովվի, մենք բազմաթիվ հանգամանքներ նաև կպարզենք, ոչ միայն թե ինչ է տեղի ունեցել, այլ նաև դրան նախորդող ժամանակահատվածում ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, խնամակալության, հոգաբարձության մարմինները, ուսումնական հաստատությունները, այնտեղ մենք նաև որոշակի խնդիրներ ունենք նաև ըստ էության չեմ բացի այս պահին մեր քննության տակտիկան, բայց այնուամենայնիվ բոլոր հանգամանքները կբարձենք։ Չունեք, արձագանք չունեք։ Բայց ես կարող եմ, եթե արձագանք չկա։ Եթե արձագանքի կարող Շարունակեք, պարոն Պողոսյան։ Շնորհակալ եմ եւ կխնդրեմ, որպեսզի այս հարցը, որը որ զուտ մաքուր իրավական բնույթի հարց է, ոչ ոք չփորձի քաղաքականացնել, նշեմ, որ այս քրեական վարույթը հենց օպերատիվ հետախուզական միջոցառումներ, երբ որ հետաքննական մարմինը ոստիկանությունը այս անձանց հետ ի սկզբանե բացահայտել է, ի սկզբանե բերել ներկայացել է քննչական մարմին, այսինքն այս առումով դեպքը կոծկելու, թաքցնելու եւ ինչ-որ այլ նպատակ չի կարող լինել եւ չեր կարող լինել։ Սա իհարկե sense արհեստական իմ կարծիքով հանրային հնչեղություն տրվեց, չգիտեմ նպատակը շարժառիթը որն էր, բայց այնուամենայնիվ կարծում եմ սրանից քննությունը ոչ թե շահեց ակնհայտորեն, այլ նաև այս հիմա ես գիտեմ իրավիճակ, երբ որ այդ երեխաները ըստ էության նաև կրկնակի իրենց տեղում նաև զոհի կարգավիճակում են հայտնվել, մենք այսօր նաև պաշտպանության միջոց ենք կիրառել կոնկրետ անձանց նկատմամբ, անվտանգության միջոցներ եւ այլն։ Լիլիթ Գալստյան